Երբ հարաբերությունը ավարտվում է, բաժանմամբ կամ ամուսնալուծությամբ, հաճախ թվում է, թե վերադարձի ճանապարհ այլևս չկա։ Հանրային խոսույթում տարածված է այն միտքը, որ կոտրվածը չի վերականգնվում, իսկ անցյալը չես կարող նորից ապրել։ Սակայն իրական կյանքը ցույց է տալիս, որ որոշ զույգերի համար բաժանումը վերջակետ չէ, այլ դադար՝ մտածելու, հասկանալու և հնարավոր վերագնահատման համար։ Այնուամենայնիվ, նախկին հարաբերություններին վերադարձը չափազանց նուրբ և պատասխանատու քայլ է։ Մեկ անգամ արդեն վնասված վստահությունը դառնում է խոցելի, իսկ չլուծված խնդիրները կրկնվելու մեծ ռիսկ ունեն։ Հետևաբար, հարաբերությունների վերականգնումը պահանջում է խորքային ինքնավերլուծություն, ազնիվ երկխոսություն և պատրաստակամություն իրական փոփոխությունների համար։ Հոգեբանների կարծիքով, նախկին զուգընկերների վերամիավորումը կարող է հաջող լինել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ պատրաստ են պատասխանել մի շարք հիմնարար հարցերի և չխուսափել դժվար ճշմարտություններից։ Բաժանման իրական պատճառների գիտակցում։ Հարաբերությունները հազվադեպ են ավարտվում մեկ ակնթարթում։ Շատ դեպքերում դրանք դանդաղորեն մարում են, հետաքրքրությունների տարբերության, կյանքի առաջնահերթությունների փոփոխության և միմյանց նկատմամբ ուշադրության նվազման հետևանքով։ Երբ յուրաքանչյուր կողմ սկսում է կենտրոնանալ միայն սեփական կարիքների վրա, իսկ փոխզիջումները վերանում են, առաջանում է անխուսափելի ճգնաժամ։ Վերադարձի փորձը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հստակ է ինչն էր սխալ և ինչն է պետք անել այլ կերպ։ Ով է նախաձեռնել հեռացումը։ Բաժանումների մեծ մասում կա մեկը, ով որոշում է հեռանալ, և մեկը, ով ստիպված է հարմարվել այդ որոշմանը։ Այս դերը մեծ ազդեցություն ունի հետագա զգացմունքների վրա՝ մեղքի, վիրավորվածության, լքվածության կամ վախի տեսքով։ Վերամիավորման համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ ընդունեն իրենց դերերը և հասկանան ինչու է կայացվել այդ որոշումը։ Հարաբերության տևողության ազդեցություն։ Կարճատև, բայց ինտենսիվ հարաբերությունների ավարտը երբեմն ավելի ցավոտ է, քան երկար տարիների համատեղ կյանքի ավարտը։ Անսպասելի կորուստը դժվար է հաղթահարել, քանի որ չի եղել հուզական պատրաստվածություն։ Այստեղ կարևոր հարց է՝ արդյոք պատրաստ եք կրկին մտնել նույն զգացմունքային ռիսկի մեջ։ Ինչ է իրականում կորցվել։ Բաժանումը միայն զուգընկերոջ կորուստ չէ։ Այն կարող է ներառել սոցիալական շրջապատի փոփոխություն, ընտանեկան կապերի խզում, համատեղ երազանքների փլուզում և կյանքի կառուցվածքի վերափոխում։ Վերամիավորվելիս պետք է գիտակցել, որ վերականգնման կարիք ունի ոչ միայն հարաբերությունը, այլև դրա շուրջ ձևավորված ամբողջ համակարգը։ Ինչպես է բաժանումն ազդել յուրաքանչյուրի վրա։ Բաժանումից հետո զուգընկերները հաճախ ապրում են տարբեր փուլեր։ Մեկը կարող է արագ անցնել նոր հարաբերությունների, մինչդեռ մյուսը դեռ ապրում է կորուստը։ Վերամիավորման դեպքում անհրաժեշտ է պատրաստ լինել ընդունելու միմյանց անցած ճանապարհը, առանց մեղադրանքների։ Զգացմունքների առկայությունը։ Որոշ հարաբերություններ ավարտվում են ոչ թե սիրո բացակայությամբ, այլ արտաքին հանգամանքների պատճառով՝ կարիերա, հեռավորություն, ժամանակային ճնշում։ Եթե նույնիսկ բաժանումից հետո մարդը շարունակում է զգալ մտերմություն, կարոտ և հուզական կապ, դա կարող է վկայել չսպառված հարաբերության մասին։ Վիրավորանքների մասին խոսելու պատրաստակամություն։ Վերամիավորումը չի նշանակում անցյալի ջնջում, հակառակը, այն պահանջում է բաց և ազնիվ խոսակցություններ հիասթափությունների, ցավի և չարդարացված սպասումների մասին։ Միայն չլուծված զգացմունքների բացահայտումն է թույլ տալիս կառուցել ավելի առողջ հարաբերություն։ Փոփոխությունների գիտակցում։ Ժամանակը փոխում է մարդկանց։ Եթե բաժանումից հետո երկու կողմերն էլ աշխատել են իրենց սխալների վրա, սովորել են պատասխանատվություն կրել և աճել որպես անհատներ, ապա հարաբերության նոր փուլը կարող է լինել ավելի կայուն։ Ապագայի տեսլական։ Վերջնական հարցը վերաբերում է ոչ թե անցյալին, այլ ապագային։ Ինչպիսի հարաբերություն եք ցանկանում հիմա։ Ինչպես եք պատկերացնում համատեղ կյանքը և ինչպես եք պատրաստ կանխել նույն սխալների կրկնությունը։ Առանց հստակ պատկերացման վերամիավորումը կարող է դառնալ հերթական ցավալի փորձը։ Սակայն ինքնաճանաչումը, բաց հաղորդակցությունը և փոխադարձ պատասխանատվությունը կարող են նախկին հարաբերությանը տալ նոր որակ։ Այս գործընթացը պահանջում է հասունություն և համբերություն։ Վերադարձը պետք է լինի ոչ թե անցյալին, այլ նոր հարաբերության ստեղծում նույն մարդու հետ։